ինչ էր տեղի ունեցել, մամուլում տեղեկություններ կային, որ Արա Աբրամյանին թույլ չեն տվել։ Այո, իրականության համապատասխանում է, ժամանել էր Մոսկվայից, Մոսկվայի Երևան-Չվերթով, 3:19 օդանավով վայրեջք է կատարել, հիմա ժամը 18:08 է եւ երկու րոպե առաջ նոր թույլ տվեցին, որպեսզի Արա Աբրամյանը դուրս գա հատի սահմանը, որպեսզի մարդկանց համար պասպորտ կապորը անցնի, որևէ լավացակություն չի տրվել, որևէ պատճառաբանություն չի տրվել, օրենքին իհարկե դա հակասում է, որովհետև այս կարգի վերաբերմունք ու այս կարգի ռեժիմը նախատեսված է միայն եւ միայն, երբ որ իրավախախտում տեղի ունենում, որևէ իրավախախտում տեղի չի ունեցել, ավելին որևէ իրավախախտում չի արձանագրվել։ Այսինքն արհեստական ձգձգվում էին։ Ու սա ես պետք է խոստովանեմ, որ արդեն երկրորդ անգամ է, առաջին անգամ եղավ դեկտեմբերին 24 թվականին, բայց Արա Աբրամյանի հետ նաև Հայաստան էր պլանավորում այցելել Անդրանիկ Միրանյանը, իսկ Անդրանիկ Միրանյանը գիտեք, որ իրեն մուտքը Հայաստանը արգելված է։ Այն ժամանակ արգելեցին, ինքը նպատակը իր Հայաստան այցելելու գալու ծնողների շիրիմին այցելություն պետք է գերեզմանները այցելել ծնողների, սակայն չթողեցին, այսինքն մյուս չվերթով իրեն վերադարձրեցին Մոսկվա։ Քանի որ Արա Աբրամյանի հետ էր, կարծիք կար, որ միգուցե որ միացնեին, դրա պատճառով եղավ, դա է պատճառը, բայց հիմա պարզվեց, որ սա արդեն որևէ ենթադրություն կա, թե որևէ ենթադրություն չկա։ Պարոն Աբրահամյանը քիչ առաջ ասաց, որ ինքը գիտի իրական պատճառների մասին, բայց դրա մասին կասի վաղը չեմ իսօրը իր մամուլի ասելություն։ Դուք կարող եք ինչ-որ փակագծեր բացել։ Որևէ փակագից որևէ բացել ես այսօր չեմ կարող, որովհետև պարոն Աբրահամյանը, այսինքն բարձրաձայն հնչեցնում է այն, ինչ մտածում է թե Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ եւ թե այն զարգացումներին, որոնք վերաբերում են հայ-ռուսական հարաբերություններին։ Ուրիշ որևէ բացատրություն։ Դուք դա գիտեք, թե ենթադրում եք։ Չէ, սա պարզապես ես բարձրաձայն մտածում եմ, որևէ բան չգիտեմ։ Շնորհակալություն։